Հրապարակ թերթի տեղեկություններով իշխանություններն ուժային կառույցների միջոցով գտնում են մարզային եւ համայնքային հիմնարկների ոչ իշխանական աշխատակիցների։ Հիմնարկների ղեկավարների միջոցով այսպես կոչված նախընտրական ստուգարք են իրականացնում, պարզելու թե իրենց աշխատակիցներից ով ինչ հայացքներ ունի եւ հունիսի 7-ի ընտրություններում մոտավորապես ում է ձայն տալու։ Իսկ երբ անգամ մոտավոր կասկածներ են ունենում, որ այս կամ այն աշխատակիցն ընդդիմադիր ուժերի ընտրող է, քաղաքացիական պայմանագրին ձայն չի տալու, սկսում են տարբեր մեթոդներով բացատրական զրույցներ վարել, համոզել, հորդորել, որ ընտրություններին չմասնակցեն։ Փորձում են հոգեբանական ներգործություն ունենալ, ասելով, որ ընտրություններից հետո անկախ ամեն ինչից քաղաքացիական պայմանագիրն է լինելու իշխանության եւ ընդդիմադիրները խնդիրներ կունենան։ Գրում է թերթը։ Իրավունք թերթը գրում է քաղաքացիական պայմանագիրը նոր հրահանգ է ստացել, ով ոնց հասցնի, պետք է փչացնի ընդդիմադիրներին, որ մարդիկ մեզ այլընտրանք չգտնեն, ըստ լուրերի թիմակիցներին ասել է Նիկոլ Փաշինյանը։ Գրում է թերթը։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. պարբերաբար տեսնում ենք, որ հակակոռուպցիոն կոմիտեն ձայնագրություններ, գաղտնալսումներ է հրապարակում, ըստ որի ուժեղ Հայաստան կուսակցության անդամները զբաղվում են ընտրակաշառքով։ Թերթի տեղեկություններով օր-օրի գնալով ավելի է թեժանալու իրավիճակը, հաշվի առնելով նաև քարոզարշավի մեկնարկելու հանգամանքը։ Հակակոռուպցիոն կոմիտեն նոր գաղտնալսումներ է հրապարակելու, որոնք արվել են ավելի վաղ, բայց կհրապարակվեն հիմա քարոզչական նպատակներով։ Ըստ էության գործող իշխանությունը հակակոռուպցիոն կոմիտեի հրապարակած եւ հրապարակվելիք այս ձայնագրությունները ակտիվորեն օգտագործելու է ուժեղ Հայաստան կուսակցության դեմ, թիրախավորելով նորաստեղծ կուսակցության վարկանիշը։ Թերթի իշխանական աղբյուրների փոխանցմամբ արդեն իսկ հրապարակված ձայնագրությունները գաղտնալսվել են դեռ 2025 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին։ Գրում է թերթը։ Հրապարակ թերթը արցախցիների շրջանակից տեղեկացել է, որ Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը խորը դեպրեսիայի մեջ է։ Գաղտնիք չէ, որ Հայաստան տեղափոխվելուց հետո նա փորձում էր համագործակցել իշխանությունների հետ եւ ակնկալում էր, որ իրեն ինչ-որ կարգավիճակ կտան կամ գոնե հունիսի 7-ի ընտրություններին ընդառաջ Փաշինյանն իրեն կմտցնի խաղի մեջ, քանի որ խոստանում էր արցախյան որոշ շրջանակների քվեն ընդդիմադիր ուժերից դեպի քաղաքացիական պայմանագիր բերել։ Սակայն վաղարշաբաթի ընտրությունների արդյունքներից հետո եւ ընդդիմությունը եւ Փաշինյանը հասկացել են, որ Բաբայանի շանսերը մեծ չեն, նրան ենթարկվող արցախցիների բանակն էլ բազմամարդ չէ, ուստի խաղադրույք չեն արել նրա վրա։ Սամվել Բաբայանը ասում են փորձել է որոշ ընդդիմադիրների հետ հարաբերություններ կառուցել, բայց նրանք էլ կասկածներ են ունեցել, որ Բաբայանի թիկունքում Նիկոլ Փաշինյանն է կանգնած, ուստի նրանք էլ են հրաժարվել։ Գրում է թերթը։